Երթևեկության կանոնների խախտումը հուլիսի 25-ին է եղել թե 1 տարի առաջ, էական չէ։ Եթե վարորդը դեռ չի վճարել տուգանքը, այն պետք է հաշվարկվի հուլիսի 26-ից ուժի մեջ մտած վարչական իրավախախտումների օրենքի փոփոխված տարբերակով։ Աքիլես ավտովարորդների պաշտպանության հասարակական կազմակերպությունից վստահեցնում են, օրենքը հետադարձ ուժ ունի եւ տուգանքների մեղման համար վարորդները կարող են նաեւ իրենց դիմել։ Որ ստացել են 26-ից հետո որոշումները։ Ում գործերը գտնվում են բողոքարկման ընթացքում, դատարանում թե վերադասության կարգով, հարկադիրի վերաբերյալ, որ դիմել են հարկադիրը, որ բռնագանձի հետ գումարի։ Դիմում բողոքներ Աքիլեսում դեռ չեն ստացել, ինչը ըստ իրենց վարորդների կողմից խախտումների վերաբերյալ ծանոթագրերը օրեր անց ստանալու հանգամանքով է պայմանավորված։ Իրականում դիմում բողոքների հեղեղ ակնկալում են այսօրվանից։ Այն վարորդը, որը մինչև ամսի 25-ին, հուլիսի 25-ին կատարել է խախտում, գերազանցել է սահմանված արագությունը 60 կմ/ժ, երթևեկելով 71 կմ/ժ, նախկինում եթե տուգանում էր 10,000 դրամ, ճանապարհային ոստիկանությունը հենց 10,000 դրամ այսօր ընդունելով որոշումը 26-ից հետո տուգանում է իրեն 10,000 դրամ, այնիշ պետք է տուգանել 1000 դրամի չափ։ Ճանապարհային ոստիկանությունից վստահեցնում են, օրենք չեն խախտում, անձի իրավական վիճակը բարելավող, պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ իրավական ակտով։ Այս դեպքում այդպես չէ եւ տուգանքը պետք է կիրառվի իրավախախտման կատարման ժամանակի եւ վայրում գործող օրենսդրության համապատասխան։ Մինչև հուլիսի 26-ը բոլոր իրավախախտումների համար պատասխանատվությունը կնախատեսվի մինչև այդ գործող օրենքի եւ շրջանակներում։ Նույնը վերաբերում է նաև հարկադիր մարմնի կողմից բռնագանձվող գումարներին։ Մինչ Աքիլեսից վստահեցնում են, թե մայր գումարի հնգապատկի փոխարեն պետք է գանձվի միայն 50%-ը, ճանապարհային ոստիկանությունից բացատրում են, դա վերաբերում է միայն հուլիսի 26-ից արձանագրված խախտումներին։ Որևէ խնդիր այդտեղ չեմ տեսնում, դա նորմալ երևույթ է բողոքարկելը վարչական ակտերը, սահմանված կարգով եւ սահմանված ժամկետում կքննարկենք եւ համապատասխան պարզաբանումների հետ միասին կկայացնենք որոշումներ եւ կներկայացնենք վարչական բողոք բերող անձանց։ Ճանապարհային ոստիկանության որոշման վերացման համար բողոքարկման դիմումի օրինակը ամեն դեպքում Աքիլեսի ներկայացուցիչները խոստանում են կարճ ժամկետում տեղադրել իրենց կայքում։ Աննա Գրիգորյան, Արման Ղարիբյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։